Պատրաստում ենք Շուշանի խրթխրթան մարինադ, որը ձմռան ամենասիրելի թթուների շարքից է։ Շուշանը մաքրում ենք կտրելով ցողունի հողոտ մասը և պետք է հեռացնել բոլոր տերևները։ Թողնում եմ միայն սպիտակ ցողունը։ Նախ խորը թասի մեջ մի քանի անգամ լավ լվանում եմ շուշանները, որպեսզի հողոտ մասերը վերանան։ Որից հետո լվանալը շարունակում եմ հոսող ջրի տակ, բացելով տերևների արանքները, որպեսզի հողի ոչ մի կտոր չմնա։ Ահա այսպես ամբողջ շուշանները հոսող ջրի տակ մանրակրկիտ լավ լվանում եմ։ Մանրակրկիտ լվանալուց հետո լվացած շուշանները դնում ենք աղաջրի մեջ, որպեսզի ավելի ապահով լինի և աղը վերացնի բոլոր բակտերիաները։ Աղաջրի մեջ թողնում եմ մոտավորապես 20 րոպե։ 20 րոպե անց հանում ենք աղաջրից և թողնում մի փոքր ցամքի։ Որից հետո վերցնում եմ նախօրոք լավ լվացած տարաները, յուրաքանչյուր 1 կգ-անոց տարային ավելացնում եմ 1 ճաշի գդալ աղ։ Եվ սկսում եմ տարաների մեջ գեղեցիկ դասավորել նախօրոք լվացած շուշանները։ Ահա այսպես գեղեցիկ դասավորում ենք տարաների մեջ։ Այնուհետև տարաների մեջ ավելացնում ենք սառը ջուր և ծածկում։ Որից հետո խորը կաթսայի մեջ ջուր ենք լցնում և տարաները տեղափոխում կաթսայի մեջ, դնում կրակին, թողնում մինչ եռա։ Կափարիչների վրա պետք է ծանրոց դնել, որպեսզի չուռի և չթափվի։ Երբ արդեն սկսում է եռալ, ժամանակ ենք պահում և եռացնում ենք 15 րոպե։ Որից հետո վերցնում ենք կրակից և յուրաքանչյուր 1 կգ-անոց տարային ավելացնում ենք 1 թեյի գդալ էսենցիա 70%-անոց և փակում։ Փակելուց հետո տարան մի փոքր այսպես պտտեցնում ենք, որպեսզի աղը լուծվի։ Որից հետո ծածկում ենք և թողնում մինչ լավ սառի։ Եթե հավանեցիք տեսանյութը, գրեք մեկնաբանությունում, բաժանորդագրվեք իմ ալիքին, տարածեք և լայքեք։